Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացած այսօրվա նիստում բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հարցը։ Քննարկման համաձայն օգոստոսի 1-ից հանրությունը ստիպված կլինի ծախսված 1 կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել մոտ 4 դրամով ավելի։ Նիստի ընթացքում հանձնաժողովի շենքի դիմաց հավաքված մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց ևս թույլ տալ մասնակցել քննարկմանը, սակայն նրանց պահանջը չկատարվեց, պատճառաբանելով, որ դահլիճում տեղերը սահմանափակ են։ Անցյալ անգամ այստեղ հավաքված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ուզում էին իրենց իրավունքների համար պայքարել, հիշեցնենք, որ ոստիկանությունը կիրառեց բիրտ ուժ սեփական ժողովրդի նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին իրավունք ունեն օրենքով մասնակցեն քաղաքացիներ։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ զանգահարել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ այնտեղ ասել են, որ իբր տեղ չկա։ Մենք իրավունք ունենք մտնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Ձեր գործողությունները անօրինական են։ Ոստիկանությունը իրավունք չունի փակելու աստիճանների մոտից մուտքը դեպի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը։ Ոչ ենք անում բացել ճանապարհը, որովհետև կրկնում ենք, բողոքի ակցիան կրում է բացարձակապես խաղաղ բնույթ։ Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի։ Դահլիճում ներկա են ազգային ժողովի պատգամավորները, հասարակական կազմակերպությունները, որոնք պաշտպանում են սպառողների շահերը եւ ամբողջ էներգո համակարգը եւ շուրջ 40 ԶԼՄ-ի ներկայացուցիչ, որոնք իրականացնում են ուղիղ ինտերնետ հեռարձակում հանձնաժողովի նիստից։ Բորբոքված քաղաքացիներին հանգստացնելու համար Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձեց պարզել հնարավոր է արդյոք գոնե 10 հոգու ներս թողնել, սակայն միայն 2 քաղաքացի կարողացան դահլիճ մտնել։ Մենք այստեղ գտնվում ենք հասարակական կարգ ապավելու նպատակով։ Խնդրում եմ լսեք, հարգելի քաղաքացիներ, դահլիճը աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ ֆիզիկապես ինքը չի կարող տեղավորել ձեզ բոլորին։ Մենք ցանկություն չունենք լարվածություն ունենալ ձերեն եւ այդ լարվածությունը թույլատնելու եւ հետագայում որպեսզի զերծ մնալու ձերեն բախում լինելու ես առաջարկում եմ ստեղծեք մի քանի օգոտ ես այնուհետև միշտ դուք մտածեք։ Մենք խնդրել ենք, որպեսզի ոստիկանությունը այս կողմը սահմանափակի, որովհետև հանձնաժողովի ներքի մուտքը չխաթարվի։ Երկրորդը, գնալով ընդառաջ ձեր առաջարկին, 2 քաղաքացի հնարավորություն ավելին չեն տալու առաջարկել, եթե 2 հոգի տեղերը սահմանը չկատեն։ Դրանից հետո հավաքվածները փորձեցին այլ կերպ ազդել հանձնաժողովի որոշման վրա, երկկողմանի փակելով Սարյան փողոցը։ Let's go.
2 ժամ տևած քննարկումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով։ Այս մասին հանձնաժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով, անկախ նիստի ընթացքում իրենց հնչեցրած ելույթների եւ չթանկացման համար բերված հիմնավորումների, միևնույն է հանձնաժողովը որոշում կայացրեց ի վնաս ժողովրդի։ Արվեց այն, ինչ պետք է արվեր եւ ոչ մի ավելին բան մենք չէինք սպասում։ Ոչ մի հակադարձ փաստարկ ամբողջ հանձնաժողովի նիստի ժամանակ չի եղել։ Քարի նման նստած, փայտի նման նստած ոչ մի ծպտուն, ոչ մի հանձնաժողովի անդամի կողմից, որոնք քվեարկել են, չի եղել։ 5 խմբակցության ներկայացուցիչները հիմնավոր քաղաքական առումով, տնտեսական առումով, ֆինանսական առումով ներկայացրել են անհիմն թանկացումը, ներկայացրել են այլընտրանքներ փնտրելու ճանապարհը։ Մենք ներկայացրել ենք փաստեր, որոնք մինչև հիմա չեն եղել։ Այսպիսով, եթե այսօր 1 կիլովատ-ժամ ծախսված էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի համար վճարում ենք 38, իսկ գիշերայինի համար 29 դրամ, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշման համաձայն օգոստոսից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմելու է 42, իսկ գիշերայինը 33 դրամ։ Թանկացման դեմ բողոքող քաղաքացիները վաղը Մաշտոցի պուրակում հանրային հավաք կանցկացնեն քննարկելու համար իրենց առաջիկա անելիքները։